Սև մութ ամպեր են դիզված անզավակ մնացած մարդկանց աչքերում։ Ամեն անգամ դուրս բացելիս ինքը առաջ սարար կաղնատին է։ Հիմա ողջ որ սև ամպեր լինի։ Ձեռքի մատները հերիք չեն, որ թվարկի այն քաղաքներն ու գյուղերը, որոնց պաշտպանությանը մասնակցել է որդին։ Ջաբալից քսելայեք հադրուտ, խորհատ, թութակ, տող, թաղվար, թաղավարտ, կարմիշուկա, զարդարաշեն, Չանախչի, Կարմիրյուղ, Խունուշինակ, ամեն գյուղում դիմադրել է վերջ օրը վերջի գիշերը զինադատ հարտված Կարմիրշուկանի ամենտեղ քեցավ խոխ նոյեմբերի 9 մոտ 10 լույս գիշերը 02-ին 2:30-ին զոհվել է։ Մխիթարվում են, երբ երազում տեսնում են տղաներին ու չեն ուզում վերադառնալ իրականություն մեծից փոքր։ Վերզոված տղաների համար։ Դու հարազատն ես այստեղ։ Ծոբարս։ Վարդանի տղան Արմենը 29 տարեկան էր, որ պատերազմ գնաց։ Ոչ թե գնաց, այլ փախավ Արցախ բոլորից, նույնիսկ հորից թաքուն։ Ընդհանրապես չեմ սպասել, բայց ինքը իրականքով կամավոր գնացել է, առանձն զիացելու։ Ոչ մեկ չգիտեր այդ մասին։ Գախնի է գնացել։ Արդեն դիրքերում է եղել Արմենը, երբ զանգել է հորն ու խոստովանել, կռիվ է գնացել։ Դա վերջին անգամն էր, որ Վարդանը լսել է որդու ձայնը։ 44 օր շունչը պահած հազարավոր անունների մեջ փնտրել է իր տղայի անունը։ Պրոստը ես ուզեցել եմ իմանալ, որ իմ տղան կա այդ զոհվածների մեջ, թե չէ։ Անընդհատ նայում էի անուն ազգանունը, բայց չէր բերում։ Սաղին ուրախացնում էր։ Ինքը տխուր բաներ չի արել, պրոստը մեզի սենց ուրախացրեց։ Ուզում էի պսակել, չհասրեցի։ Հոր սիրտը քիչ էր մնում կանգներ, երբ հեռախոսով տեսել է, որ որդին արդեն հասանելի է։ Անդադար զանգել է, բայց Արմենի հեռախոսը նորից անհասանելի է դարձել։ Պարզվել է, տղայի հրամանատարն է միացրել հեռախոսը, զանգել Արմենի մոտ ընկերոջն ու ասել. «Բերում ենք Գորիս, հասեք»։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։